Բարև բոլորին։ Իհարկե շատ հարցեր կան, որոնց մենք կարող ենք անդրադառնալ եւ անverջ խոսել դրանց մասին, բայց առաջիկա մի քանի վլոգերի ընթացքում ես կարևորում եմ անդրադառնալ այն հարցերին, որոնք դուք ինձ ուղղում եք նամակներով։ Մի հարց, որի մասին որոշել եմ այս անգամ անդրադառնալ, դա այն անհանգստությունն էր, որը ձեր մոտ առաջանում է այն պահին, երբ երեխան սկսում է ընտանիքի որևէ անդամի սիրել շատ։ Սիրել, իհարկե ձեր ձևակերպմամբ, ավելի շատ, քան մամային։ Այս հարցի մասին խոսալու համար պետք է իհարկե մի քանի իրավիճակներ դիտարկենք։ Դուք սպասում եք, որ երեխան պետք է սիրի ամենից շատ ձեզ, բայց արդյոք երեխան ունի հետաքրքիր ժամանց, հաճելի ժամանց, ակտիվ ժամանց ձեր հետ, որովհետև եթե դուք սպասում եք, որ երեխան պետք է ուղղակի սիրի ձեզ այն ընթացքում, երբ որ դուք ամբողջ օրը զբաղված եք միայն տնային գործերով, կարծում եմ, որ դա այնքան էլ օբյեկտիվ սպասելիք չի։ Եվ եթե երեխայի կյանքում հայտնվում է ինչ-որ մեկը, ում հետ որ նա սկսում ավելի շատ ժամ խաղալ կամ ուղղակի զբոսնել եւ այդ մարդու հետ անցկացրած ժամանակը իր համար շատ ավելի ուրախ, շատ ավելի հաճելի եւ միգուցե նաեւ ակտիվ է, պարզա որ երեխան այդ անձի հետ կապվածությունը ավելի է ուժեղացնելու։ Ինձ թվում է մենք բոլորս պետք է հասկանանք, որ երեխան իր կյանքի ընթացքում չի կարող անընդհատ սիրել մի հոգու կամ անգամ երկու հոգու, եւ ինձ թվում է նաեւ բոլորս շատ լավ հասկանում ենք, որ մենք երբևիցե չենք կարող որոշել, թե որ երկու հոգուն երեխան պետք է սիրի ամենից շատ։ Անգամ համոզված եմ կարան լինեն իրավիճակներ, երբ որ մենք չենք ուզում, որ ինքը ինչ-որ մեկին սիրի, որովհետև մենք ունենք դրա համար մեր պատճառները, բայց մենք չենք կարող թելադրել երեխային եւ առավելևս չենք կարող նրա մեջ զգացմունքները կառավարել ինչ-որ մարդկանց նկատմամբ։ Այս վլոգը նայելու ընթացքում պետք է խնդրեմ, որ մի քիչ լինեք անկեղծ ձեր հետ։ Միգուցե ոչ մեկին չպատմեք ձեր անկեղծ մտքերը, բայց ամեն դեպքում լինեք անկեղծ։ Երբ որ ինձ գրում են մարդիկ, որ երեխան սկսել է ավելի շատ սիրել, եւ ասեմ ձեզ, որ ինձ ուղղված նամակներում երեխան սկսել էր ավելի շատ սիրել տատիկին, կիսուրին, այստեղ պետք է ձեզ տամ հետեւյալ հարցը, որին խնդրում եմ, որ գոնե ձեզ անկեղծ պատասխանեք։ Ձեզ անհանգստացնում է այն հարցը, որ երեխան սկսել է սիրել ինչ-որ մեկին ավել ձեզանից, թե անհանգստացնում է այն հարցը, որ երեխան սկսել է սիրել ավելի ձեզանից շատ ձեր կիսուրին։ Որովհետև եթե խնդիրը նրանում է, որ երեխան սկսել է ավելի շատ սիրել ձեր կիսուրին, կարծում եմ, որ այստեղ մենք պետք է լինենք անկեղծ մեր հետ այնքանով, որ հասկանանք, որ դա երեխայի սիրո կամ հարաբերությունների խնդիրը չի, այլ մենք ունենք այստեղ խնդիր մեր կիսուրների հետ կապված եւ պետք է շատ զգուշ լինել այս իրավիճակում, որ երբևիցե երեխան չդառնա ոչ ձեր համար զենք պայքարելու ձեր մեծական հարաբերություններում, ոչ էլ դուք կարող եք կառավարել երեխայի զգացմունքներով ինչ-որ մարդկանց ինչ-որ բան ապացուցելու համար։ Այս հարցին, որ անկեղծ պատասխանեք, մի հատ ինքներդ ձեզ հարց տվեք։ Դուք նույն ձևով կխանդեիք, եթե ձեր երեխան ձեր մամային ավելի շատ սկսած լիներ, քան ձեզ, թե խանդում եք ուղղակի, որովհետև ինքը ավելի շատ սկսել է սիրել հենց ձեր կիսուրին։ Փորձեք մի պահ կանգ առնել ու մտածել։ Բացի վատ բաներից, որոնք դուք տեսնում եք հիմա երեխայի ինչ-որ մեկի հետ ավելի շատ կապվելու մեջ, լավ բաներ չկա այդ ամեն ինչի մեջ։ Իմ կարծիքով դրա առաջին եւ լավ բանը նա է, որ դուք հիմա մի փոքր ժամանակ եք շահել։ Ու ինչ եք անում դուք այդ ժամանակը։ Դուք նստում եք ու սկսում եք անհանգստանալ։ Դուք մտածում եք, թե ոնց անեք, որ վերադարձնեք երեխայի սերը, բայց երեխայի սերը վերադարձնելու կարիք չկա։ Դրա փոխարեն դուք կարող եք այդ ժամանակը փորձեք օգտագործեք ձեր համար։ Չէ՞ որ մենք անընդհատ խոսում ենք նրա մասին, որ մեզ ժամանակ չի հերիքում մեզանով զբաղվելու համար։ Ես չգիտեմ, միգուցե ինչ-որ բան կա, որ վաղուց մոռացել էիք, բայց շատ էիք սիրում։ Նստեք այդ ընթացքում մի հատ ձեր սիրած ամենաֆիլմը նայեք, ինչ-որ մեկի հետ զանգեք, թեկուզ հեռախոսով մի ժամ խոսեք, բայց այն տարական բաները, որ առօրյա կյանքում մեզ պակասում է, ու մենք անընդհատ երեխաների պատճառով դրա համար ժամանակ չունենք։ Իրենք տանը խաղում են, դուրս եկեք մենակով զբոսնեք, ձեր համար ինչ-որ մի հաճելի բան առեք, կամ չգիտեմ, ուղղակի կարելի է զբաղվել արտաքին տեսքի հետ կապված ինչ-որ հարցերով։ Մի բանում ես ձեզ կարող եմ հաստատ վստահեցնել։ Եթե դուք մամա եք, ով որ անհանգստանում է երեխայի սիրո համար, եթե դուք մամա եք, ով որ նամակներ ա գրում եւ հիմա լսում է այս վլոգը ուշադիր ու այդ ընթացքում նաեւ ինքը իր հետ փորձեց անկեղծ խոսա, համոզված եղեք, որ ձեր երեխայի սերը ձեր նկատմամբ միշտ անփոփոխ է մնալու։ Իսկ այսօրվանից սկսած դուք փորձեք այս իրավիճակին որպես հնարավորություն նայել։